Բարև ձեզ սիրելի հետևորդներ, այսօր տաղավարում իմ հյուրը Հայաստան խմբակցության падգամավոր Մեսրոպ Մանուկյանն է, շնորհակալ եմ պարոն Մանուկյան, որ հրավերս չմերժեցիք, ես մեզ դիտողներին ասեմ, որ Մեսրոպ Մանուկյանը խոստացել է սկանդալային բացահայտումներ անել, այնպես որ հանգիստ տեղավորվեք ձեր բազմոցներին, ձեր աթոռներին, պոպկորնը վերցրեք, ինչպես ասում են, եւ հետևեք մեր այսօրվա հաղորդմանը, չէ՞, պարոն Մանուկյան։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերքի համար, ճիշտն ասած, Տիկին Ջեբեջյանը ինձ անակնկալի բերեց, բայց քանի որ ասաց, որ ես պիտի սկանդալային բացահայտում անեմ, ուստի կանեմ, բայց եթե ճիշտը ասենք, ես խոսք չէի տվել, բայց հիմա կանեմ այդ Բայց մենք բացահայտումը։ ազգային ժողովում խոսել էինք։ Չէ, դուք պնդել եք, ես էլ համաձայն չէի հանես։ Դե լրություն համաձայնության նշան է։ Լրություն Բայց համաձայնության նշան։ եկանք ընդհանուր հայտարարի, ես կանեմ բացահայտել, Շատ լավ, իհարկե։ շնորհակալ եմ։ Նախ եկեք մեր զրույցը սկսենք ձեր ազգային ժողով տեղափոխվելուց։ Այս քանի օրը 20 օր անցավ, հա, հետևելով ինչ է կատարում նիստերի դահլիճում առհասարակ ոնց է շփումը ԿՊԱ-ականների հետ, չեք զղջացել, որ մանդատը վերցրել գնացել եք խորհրդարան։ Նախ ասեմ ինչու եմ մանդատը վերցրել, Երևան քաղաքում բազում այդ կոռուպցիոն գործարքները ու այդ թալանը որ տեսել եմ, ինչքան բարձրաձայնել եմ, հասկացել եմ, որ տեղ չի ասնում ու հովանավորչությունը, որոշում եմ կայացրել նաև քաղաքացիների պահանջով, որ ձեզ տեսնում ենք ազգային ժողովում։ Եվ դա է եղել, մասնակցել եմ ընտրություններին, գիտակցելով, որ կարող է լինել նաև ընդդիմադիր պատգամավոր, մանդատը վերցրել եմ, փոշմանել եմ, թե չէ, պատասխանեմ հետևյալ կերպ, ես իմ այն միսիան, որը որ ունեմ կատարելու քաղաքացիների կողմից այն տվածքվեն, որ վստահել են մեզ, մեր թիմին ու ինձ, ես պիտի արդարացնեմ։ Արդարացնելուց հետո միգուցե համարեմ, որ արդեն ես անելիք չունեմ կամ գնամ, բայց այս փուլում ես պարտավոր եմ ծառայել ժողովրդին, այդ խնդիրները բացահայտել ու նաև մերկացնել ԿՊ-ին, ով է ԿՊ-ն եւ նրա իրական դեմքը, ով է։ Ինչպիսի վիճակում է, շատ տոքսիկ վատ։ Պարզ ասեմ, էլի, որովհետև իրենք փաստարկների դեմ ոչինչ չունեն ասելու, սկսում են այն հերթական իրանք, չգիտեմ, քեռու տղա, տատիկի հորողբոր աղջիկ, գեներալ Մանվել ու տենց շարունակական, էլի, ու էդ է իրանք պատկերը, էս է։ Ու ասեմ, այսօր այս process-ը, որ սենց անհասկանալի ձգձգվում է, անկեղծ վատ կարիկատուրա է, շատ վատ, էլի, որ նայում ես այդ ծաղրանակային smysl լավ չի կարելի, էլի։ Վերջը մեր հասարակությունը մեզանից դա չի ակնկալում, այսօր մենք տեսնում ենք Տիգրանաշենի խնդիր կա, զուգահեռ իրականության մեջ ազգային ժողովի այդ խայտառակությունը։ Բայց մարդիկ նաև ընդդիմությանն են դրա համար մեղադրում, ասում են, հələ տեսեք Տիգրանաշյանը հանձնում են, իրանք ինչ են քննարկում ազգային ժողովում։ Էս ինչ քննարկում է։ Հələ հանձնաժողովի նախագահ եք որոշում։ Տեսեք, նաև այդ քննադատություններն էլ է տեղին մասամբ, որովհետև կա, բայց ամենայն դեպս մեր ֆրակցիայի ներկայացուցիչները Քրիստինեն Վարդանյան, Իշխանը Սաղաթելյան, Աննան Գրիգորյան, Գեղամա Մանուկյան, բոլորը այդ դիրքորոշումը արտահայտել են ու հստակ մենք խոսում ասում ենք Տիգրանաշենի խնդիրը շատ լուրջ խնդիր է։ Եթե իրանց այն հիմար պնդումը, որ վարչատարածքային բաժանման մասին էսի Հայաստաներ, էսի Ադրբեջաներ, Տիգրանաշենը եղել է Հայաստան։ Իսկ այնտեղ մարդիկ են ապրել, գնացել են դպրոց, քվեարկել են, ընտրության են մասնակցել, գյուղապետ են ունեցել վերջապես այս մարդիկ, այսինքն ինչ դուք գնացել եք Նիկոլ Փաշինյանի տրամաբանությամբ, օկուպացրել եք Ադրբեջանի տարածքը, այնտեղ գյուղապետ եք նշանակել, ինչ եք արել, ահավոր է, բայց այդտեղ Տիգրանաշենի խնդիրը այդքան Տիգրանաշենի խնդիր է, չի ինչքան ռազմավարական նշանակություն այն, որ Ադրբեջանն ուզում է ուղիղ մեր երկու մայրուղիների հիմնական երակների վրա, ինքը ոնց որ ասած արդեն եկել նստել է ուղիղ վերահսկողություն իրականացնի, շատ բարդ խնդիր է, ուստեղ խիստ անհրաժեշտ է մեծ կոնսոլիդացիա բոլոր ընդդիմադիր ուժերի, ժողովրդի բացատրենք խնդիրն ինչ է։ Այսօր առաջի քայլը, որ մենք ունենք անելու, ժողովրդին բացատրենք, թե ինչ մարտահրավեր է նետված մեր առաջ, ինչ լուրջ խնդիրներ կա ու անվտանգային խնդիրներ կա։ Դեռ կանրադառնանք եւ Տիգրանաշենի խնդրի հետևանքներին եւ ազգային ժողովի արդյունավետությանը, բայց ես խիստ անհամբեր եմ ձեր սկանդալային բացահայտումների առումով, ուստի կխնդրեմ ասեք, ինչ նոր բացահայտումներ կան եւ ձեր պատկերացմամբ ինչ պիտի հետևի դրան ժողովրդավարական իրավական երկրում։ Տեսեք, ես մի քանի դրվագային ներկայացնեմ, որ Երևան քաղաքի հողերը ուղիղ թալանել են, շատ ուղիղ թալան է տարել են։ Ու ինչ մեխանիզմա գործ է, ինչ ցանցավոր բանդ է։ Այս իշխանության ԿՊ-ի օրոք իրենք։ Տեսեք, նամակը գրել են քաղաքապետարան, ասել են, խնդրում եմ, այս հողը տվեք մեզ։ 2 ամիս չեն պատասխանը, 2 ամսից հետո արդեն դու ստացվում է քո պատասխանը դրական է անցալվում։
Դրական ընկալվելու պարագային մտել են դատարան, ասել են երկու ամիս չեմ պատասխանել մեզ, դրանից հետո դատարանի օրինական վճռով վերցրել են։ Քաղաքապետարանն ասում, բայց դա ամենավտանգավոր է, երկու հատ դատական գործ կասեմ ձեզ։ Իրանք գալիս են, ասում են, նայեք, դատարանի վճիռն եղել է, այս հողը մերն է։ Մենք ինչ մեղավոր ենք, դատարանը որոշեց, բայց այնինչ իրանք այդ ցանել են, որպեսզի այդ բերքը հետ հավաքեն։ Այսինքն իրանք ստեղծել են մի պայմաններ, որտեղ որ չեն պատասխանել, դրա համար ոչ մեկ պատասխանատվություն չի կրել, ընդհանրապես չի կրել, Սողանք են ստեղծել, դիտմամբ չեն պատասխանել։ Մի հետ գամ, ավելի խորքային է, նույն հարցը Նիկոլ Փաշինյանին եմ տալու ես ասելու, եղել է դատական գործ, որտեղ որ չեն ստորագրել տակը, մուտք են արել դատարան։ Դատարանն ասել է, խնդրում եմ թերությունները վերականգնեք, հետ տվեք, թերությունը եղել է մի հատ, ստորագրել նորից հետ տան, նորից առանց ստորագրության մուտք են արել դատարան։ Ինչի պատասխանատվությունը չեն ուզեցել վերցնել դրա։ Չէ, իրանք հատուկ դա արել են, որովհետև հասկացել են, եթե իրանք այդ հայցը ներկայացնեն նորմալ դատարան, դատարանը կհաստատի, որ չէ, ախպեր ջան, պետք չի թալանել երկիրը, պետք չի թալանել Երևանը։ Ու դրա արդյունքում դատարանը ուզի թե չուզի, ասում է թերիա, թողում եմ առանց քննության ու ավարտվում է այդքանով։ Իսկ ովքեր են այդ հողատեր դարձածներ, ինչ որ շիշկեք են, իրանց հետ փոխկապակցված անձինք։ Իրանց հետ շատ ուղիղ փոխկապակցված են, այդ մարդկանց շատ ուղիղ ցույց եմ տալու ովքեր են, բայց դա թողնենք Նիկոլ Փաշինյանին, ասես տորտի չալաղաճ կտորները պահում եք այն ժամանակ։ Որ գա իրանք ամբողջությամբ ասեն, բայց հնչեղ անուններ են լսելու, թե ովքեր են դարել բացահայտ շարունակությունն ասեմ, Երևան քաղաքը չի ունեցել գլխավոր հատակագիծ։ Մի քանի տարի շարունակական։ Դրա համար առաջինը ոչ մեկ պատասխանատվություն չի կրել։ Իսկ ԿՊ-ն եղել է իշխանության, ինքը պետք է ասել, որ քաղաքապետ ինչու նոր գլխավոր հատակագիծ չունի։ Դրանից հետո մարդիկ եղել են կենտրոնում 800 քառակուսի հողը, այնքան են այդ մարդիկ չակերտավոր իրանց արտոնյալ զգացը, որ դիմել են դատարան, նույնիսկ չեն ասել, որ կադաստրային արժեքը վճարեմ, ասա, քանի որ գլխավոր հատակագիծ չկա, անհատույց տրամադրեք մեզ։ Չեն պատասխանել այդ նամակին, դատական գործը կա, ու այդ հողը մեջ են արել Երևանի կենտրոնում։ Հիմա ասեք, սա թալան է, թե թալան չի։ Դրա փոխարեն իրանք բանում ազգային ժողովում օրինակի համար այդքան որ խոսում են, ինչի համար չես գնացել հանցագործության մասին հաղորդում տվել։ Մերը հրապարակայնորեն ասում հանցագործության մասին հաղորդում եմ տալի։ Դրա փոխարեն իրանք սկսում են նորից այդպես նույն պլաստիկ են պտտել, էլի։ Մի 100 անգամ ասում են Գրիգորյան մանվել, այնքան են գժվացնում բանանում, որ պետք է անկեղծ լինեմ նաև Ռուբինե ջան, եկել է մի կետ, որ օրինակ ճիշտ է, իրանք հղում կատարելով եմ ես այդ իրանք падգամավորին անդրադարձել Թագուհի Ղազարին, որ հետո այդ իմ հարցազրույցը նայել եմ, հասկացել եմ, որ ինձ դա պիտի թույլ չտայի, հասկանում եք, Ալեն Սիմոնյանի խոսքերը հղում անելով, ասել եմ հետո ինձանից ինչ է ուզում, հասկանում եք, բայց այս պարագայում հիմի ձեր հետ եմ խոսում, ասում անկեղծ, ես որ նայում եմ, հասկանում եմ, որ ես ինձ տես բան պիտի թույլ չտայի, կապ չունի որ ԿՊ-ականների, բայց չեք կարողացել ասում եմ մի կետ ու ես հասկանում եմ, որ այսօր ԿՊ-ի գործելավոճը դա է, այսինքն բերեն քեզ մի փուլ, որ դու դուրս գաս հունից դուրս գաս ինչ-որ բան, այն պարագայում էլի եմ ասում, որ ես այդ խոսքերն ինչ որ ասել եմ, հղում եմ արա նույն իրանց Ալեն Սիմոնյանի խոսքերն եմ կրկնել, հասկանում եք, բայց ինչ եմ ուզում ասեմ, հիմա այդ կոռուպցիան թալանը երբ որ բերում ես իրանց դեմ ես տալիս, Ծովինար Վարդյանն ինձ ասում է, իսկ ինչու դու չես գնացել դատախազություն հաղորդում ներկայացնել, հիմա բացահայտեմ նաև, բայց իրան էլ եմ ասում կարող է գործ տալու մոմենտն է էսի, ուրեմն ասեմ, գործ տվել եմ Գործ տվել է, ես դատախազության նամակ եմ գրել, ասել եմ, այս գործին ընթացք տվեք, դրանից հետո նույնիսկ մի անգամ ինձ չեն կանչել, ասեն ախպեր, ես ինչ ես գրել դու, մի անգամ չեն կանչել դրանից, ու ասեմ շարունակություն, երբ որ այդ գործից սկսել եմ խոսալ, քաղաքապետարանում ասում են, դիմել էի, չէ՞ դու ոնց որ Դե սպասի արդյունքը գործ են քննում, հետո կընտրեն, հետո բերան թագի նստի տեղդ։ Ասի լուրջ եք ասում, ասի դրանից հետո իմ բոլոր գործ տալը կնի հրապարակայնորեն։ Այսինքն բոլոր բացահայտումները կնի հրապարակայնորեն։ Այսինքն ոչ իրավական ճանապարհով են գնում, ոչ քաղաքական ճանապարհով, ոչ մի բոլոր ճանապարհները փակ են։ Ու էդի հովանավորչությունը, շատ ուղիղ հովանավորչություն։ Ու ինչ ասում եմ, առարկայական փաստարկված։ Դուք հասկանում եք, ավտոբուսները ձեռք են բերել, ամբողջ փաթեթը չասեցի։ Ավտոբուսը եկել է, պետք է լինի 9 տոննա 300 կիլոգրամ։ Ավտոբուսը եղել է մոտ 10 տոննա, 9.9 ա եղել։ Այսինքն հետագայում դրա գազի ծախսը ավելի շատ է, որտեղ քաշը ավելի շատ է։ Նստատեղերի տարբեր
տարբերություն ա եղել, չի ամեն կես։ Այսինքն պարամետրեր են Լրիվ ուրիշ ցանկանում, պարամետրեր։ լրիվ ուրիշ բան գալիս է։ Պատկերացեք դուք Ու այդ արանքում փող են աշխատում, ուզում եմ Մի հենց եմ ասում ես, պատկերացեք, այս միկրոֆոնը դուք հայտարարում եք մրցույթ, ասում եք բերեք։ Պիտի լինի 5 կիլոգրամ ենթադրենք, հա։ Ձայնը պարզ լսի, մյուս տանի։ Մեկը գալիս է լրիվ ուրիշ միկրոֆոն, լրիվ ուրիշ բան է գալիս։ Այսինքն, եթե ուրիշ պարամետրեր դուք գրեք, միգուցե օրինակ 2 հոգի եք այն մասացեն, ավելի էժանով բերեն։ Իրանք ինչ են անում։ Դրա համար ոչ մեկին պատասխանատվության չեն ենթարկում։ Տանում են կառավարության չզեկուցող հարցերի շրջանակում, սկսում են ասել, այս մեկը որ բերել ենք ոչինչ ներելի է, այս մեկը որ ներելի է, ժամկետները խախտել է, ուշա բերել։ Տուգանք չկա, այդ կառավարության որոշումը որ կարտակ խայտարակություն։ Հիմա դա հովանավորչություն է, թե հովանավորչություն չի։ Դա քաղաքացու գումարը թալանել է, թե թալանել չի։ Այդ որ գույքը արկը թանգացնում եք, ասում եք ավտոբուս են կառնում, սենց է կառնում։ Սենց է կառնում։ Այն որ երկու նստարան էլ պակաս էր, այդ էլ է գումարի հարց չէ։ Մի նստարանը, ուղղակի ընդհանուր հաշվել եք ինչքան փող է աշխատել այս ընթացքում Ավինյանը։ Իմ հաշվարկները շատ մենակ տրոլեյբուսների գործը որ կա, առաջի պարտիան երբ որ իրանք բերեցին 136 միլիոն էր, մտա ինտերնետով նայեցի, տեսա դրա նորմալ արժեքը մոտ մի 70-80 միլիոն պետք է լինի։ Կռիվ արեցի, ասես ինչ խայտարակություն է, մյուս ու հետաքրքիր մի բան։ Հաջորդ պարտիան էժան բերեցին։ Հաջորդ պարտիան $100,000 էժան բերեցին։ Մի հարց եմ ուզում տամ, բայց 15-ը որ բերել եք $100,000 թանկ, դրա համար պատասխանատվություն։ Հետաքրքիր մի հատ ուրիշ պատմություն է կա, այդ գնումների փաթեթ կազմողը ու գնումների այդ վարչության պետը գուշակեք իրար ինչ կապ կարան ունենան։ Ամուսիններ են։ Լուրջ։ Այո։ Այսինքն պատկերացեք, ես մի բան սարքեմ, իրիկունը գնամ տուն կնգաս ասեմ կնիկ, առավոտ գալիս է դիք մոտ, մեջ հատը խփել, կամ քո պարամետրերը որոնք է բերեմ անեմ։ Թողեք էդի ազգային ժողովում ասեմ, էլի։ Այսինքն բաժանաղապետությունից բողոքող այս իշխանությունը արդեն մարդկին բիզնես են դրել, իրենց համար բյուջեի հաշվին ապրում։ Հիմա գիտեք ոնց է, երեք մեկը մոտեցել է ՔՊ-ից, ասում է, բայց տարել են կառավարության որոշմամբ դզել են, չէ՞, այդ հարցը նորմալ է, չէ՞։ Ասում եմ, դուք չէիք, ձեր ուստեն չէր որ ասում էր, թղթերով ամեն ինչ նորմալ է։ Թղթերով ամեն ինչ նորմալ է։ Նիկոլ Փաշյանը չէ՞ ասում էր թղթերով Հովիկ Աբրահամյանը պամիդոր աճացնելով 50 միլիոն թե չգիտեմ ինչքան փող աշխատի, թղթերով նորմալ է։ Բայց իրականում դու հասկանում ես որ դա նորմալ չի։ Իրականում ու գիտեք հետաքրքիրը որն է, լուրջ բացահայտումները սպասվում է լուրջ պետական չինովնիկներին։ Իրանց գույքի, իրանց միլիոնների վերաբերալ, իրանց դղյակների վերաբերալ ու առարկայական։ Հիմա ուղղակի ուզում ճշգրտեմ, որ ես այդ Ինչ նոր իշխանությունները դղյակներ ունեն, հիպոթեկով ապրող, խեղճ ու գրակ մարդիկ են իրենք ներկայանում մեզ բոլորից։ Իրականում այս մարդիկ ոնց որ եկել են իշխանության, իրենք աղքատությունը հաղթարել են առաջին իրանց գրպաններում, գլխում չեն հաղթարել, որովհետև եթե գլխում հաղթարեն, այդ ծավալի իմ գնահատմամբ կոռուպցիա թալան չէր լինի։ Ասում Երևան քաղաքի բյուջեն $400 միլիոն է, ուղղակի խայտարակություն է, խայտարակություն։ Մենք բոլորս Երևանում ենք ապրում, տեսնում ենք ուրա։ Մի հատ ուրիշ բան ասեմ ձեզ, 4.9 միլիարդ դրամ անցյալ տարի փող են ծախսել Երևանում կանաչապատ գոտիներ ստեղծելու ու այդ գոտիների պահպանման համար։ Քանի հատ ծառ են տնկել, գիտեք։ 5044 ծառ, որ գնաս մանգաս այդ ծառերը չես գտնի, չգիտես կա թե չկա այդ ծառերը։ Ասում ժողովուրդ դուք ձեռ եք առնում, ասում ուրա մնացած փող, ասում ծաղիկ ենք տնկել, ասում ուրա այդ ծաղիկը ծառ գրել են ծաղիկ տնկել։ Հա, չգիտեմ ինչ են գրել, ասում ինչ է կարել, ասում ծաղիկ ենք տնկել, ուրա այդ ծաղիկը ասում դե որ ձունն եկավ, անձևն եկավ, չկա էլ, կորել է, եկող տարի մի հատ է պետք է տնկենք։ Չստացվեց ծաղիկ։ Հետո իմացա որ քարոզարշավի ժամանակ մեկ-մեկ ես գնում էի, տեսնում էի թարմ ծաղիկներ, ասում էի ինչ ասում Նիկոլ Փաշյան 3 ստեղ է։ Նիկոլ Փաշյանը հետո երբ ծաղիկները վերցնում են, տանում են ուրիշ տեղ են տնկում, հետո պատասխանում են ծաղիկներով։ Խայտարակություն է, իրոք խայտարակություն է։ Ու գիտեք ոնց է, այս շարունակությունը սենց գնալու է, օրինակ կապսի ջրամբարի համար հաստատված $130 միլիոն բյուջեն է եղել։ Անցյալ տարի Գրիգորյան Աննայի հետ գնացինք, դրոնը տարել էի նկարում էի 10% աշխատանք իրականացված չէ։ Այդ վերցրել են վարկային միջոցներով պիտի իրանք կառուցեն, եթե KfW-ներ թե բաններ,
մի խոսքով միջազգային ինչ-որ մեկն էր ֆինանսավորում իրականացել, պարզ է, չէ՞ իրանք վարկը վերցնում են, չօգտագործված հատվածի վրա էլ տոկոս կա վճարելու։ Այսինքն այդ բոլորի գումարը վճարողը փոխանակ շուտ դնեն, ներդնում անեն, էֆեկտը ստանան, արդյունքը ստանան, ասում է դե ինչ որ մատ քրեական գործ, ինչ որ չգիտեմ ինչ որ շինարարներ վատ, փողոց չեն ասում որ իրանք են վատ, կազմակերպողը իրանք են։ Իսկ իրանք պաշտոնի անձնագրով տրված է որ իրանք պիտի ծառայեն ժողովրդին, կազմակերպեն ճիշտ, եթե չեք կազմակերպում, դուրս եկեք։ Գիտեք ոնց է, իրանք մոտ ամեն ինչը բեկորային լուծումներ տալով է, այսինքն կոնցեպտուալ հարցին լուծում չունեն։ Այսօր Ծիրանի խնդիրը կար, 8 Ծիրանի հետ կգնանք նկարվեն կամ ասեն թե Ծիրանի այս փուլում բերքը քիչ էր, իրանք մտածին լուծումը տվեցին։ Իրականում լուծումը իրանք չեն տվել։ Հիմա աշունն ավելի է խնդիրը լրջանալու։ Իրանք պետք է կարողանան բոլորը կազմակերպել, իրանք կարողանան պլանավորեն 3-4 տարի սենց շարունակաբար։ Գիտեք ոնց է, երբ որ դու ոլորտի ինչ որ մեկի նշանակում ես պաշտոնի, դու պետք է տրամաբանությամբ չգնաս, որ մեր թիմակիցը պետք է լինի, կամ չգիտեմ դու բասկետբոլ չես խաղում, որ ասես այն մնացածը լավ են խաղում, այս մեկը վատնա կային մտցնենք, տեսնենք խաղը ոնց ալն։ Ոչ, դու պիտի մարդ բերես, ովքեր իդեաները գեներացնի այդ մարդը։ Մարդ պետք է բերես, ովքեր կարողանաս լոկոմոտիվի դեր տանի ամբողջ խնդիրը լուծելով գնա առաջ։ Պարոն Մանուկյան, տեսեք, դուք կոռուպցիոն սխեմայի դրվագներ ներկայացրեցիք, առերևույթ հանցագործության դեպք մատնանշեցիք։ Փաշինյանը գալու է խորհրդարան։ Ինձ հետաքրքիր է դուք ձեզ ոնց եք դիրքավորելու, որովհետև ես վստահ եմ, որ երբ որ ընդդիմությունը այս փաստերը մտցնի իշխանության աչքը նույնիսկ, Փաշինյանը այդ ընթացքում մատը թափ է տալու, հոխորտալու է, ընդդիմությանը սկսի դաս տալ, ասի համբալներ, վերընկեք տեղները, չգիտեմ, թալանչիներ, կերակես, երկիրը, չգիտեմ, չորնի գագոյի մանկապարտեզները հիշեք, հատիկ բերածս լիքը բան է դնելու ձեր առաջ։ Դուք պատրաստ եք այս ամեն ինչին։ Տեսեք, նախ իր ինքնատիրապետումից դուրս գալը ցույց կտա, որ մեր պնդումները ճիշտ են եւ տեղին են, 1, երկրորդ մի քանի անգամ Երևանի քաղաքապետարանում պարզ ասել եմ, օտարողին էլ, առնողին էլ 10 անգամ ավել էլ հետ չբերողին էլ, այսինքն 10 անգամ ավել ուղիղ իրանց է վերաբերվել։ Ես կաշկանդված չեմ ցանկացածին քննադատելու ամենածանր ձևով։ Ոչ մեկի հետ կապված չեմ, առավել եւս առաջին անգամ ձեր եթերով եմ ասում բանում, երբ որ այդ նույն մանկապարտեզների խնդիրն ա եղել քննադատում բան են անում, ես զրույց եմ ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ, ասում եմ, պարոն նախագահ, այս ինչ process է, բան, ասա ընդհանրապես կաշկանդված չես, առնողին էլ, ծախողին էլ, հետ չբերողին էլ, այսօր այդ առնողներից ով որ իրանց ծառայում էլ իրանց էլ վրեն։ Այսինքն ի՞նչ է նշանակը, մի քիչ կոպիտ եմ ասում, իհարկե զրույցի տրամաբանությամբ չեմ, բայց ասում եմ ընդհանրապես կաշկանդված չես։ Ընդհանրապես, եթե ինչ որ մեկը արել է դա, ապօրին արել է, ու ինքը ասում ավելի տեղյակ չի։ Այսինքն տեղյակ չնելը գիտեք ոնց է, իհարկե տեղյակ չեն եղել, ոնց է կարծում երկրի ղեկավարը կամ ընդունենք Սերժ Սարգսյանն ասել Բեգլերյան Գագիկ գնամ այդ մանկապարտեզ վերցրեք հեզանով արա, ոնց կարող է դա լինել։ Բայց իրանց ներքին օղակներում մեջ են արել, վերևներում խաբար չեն եղել։ Իմ գնահատմամբ ստացվում է այսօր Փաշինյանն է տեղյակ չի, Աբինյանն ինչ անում։ Այդ նույն բանն է ուզում ասել, երբ որ այսօր մեղադրում ես ինչ-որ մի հատ process-ի մեջ, ասում են Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէր, ոնց կտեղյակ կլներ, ինքը դες բան թույլ չէր տա բան, բայց ի՞նչն է հետաքրքիր։ Ռոբերտ Քոչյանի բարագայում ասում են ինքը ուժեղ ղեկավար էր, անհնար էր, որ Ռոբերտ Քոչյանը չիմանար վիզը կկտրեր, կթրաշեր, մորթեր բան կաներ, բայց խեշ Նիկոլ Փաշինյանն ինչ անի, գցել են խեշտղու ջեբն են գցել, մեղավոր չէր, մյուսը չէր։ Բայց իրականությունը դա է ժողովուրդ, ես նորից եմ ասում, ես կաշկանդված չեմ, իմ կաշկանդված չնելը ցույց է տալիս, որ մենք ճիշտ ենք։ Նույն ձևով ABB ընկերությունը 100 անգամ քննադատում են Քոչյանի հետ կապ ունի մյուսին։ Լևոնը Քոչյան իր ելույթի մեջ պարզ ասաց, ABB-ից ամենաշատ լսել եմ, որ մեսոպներ քննադատում, մեկ էլ դուք սկսեցիք խոսալ։ Ասաց ABB-ին ինչ կապ ունի ընդհանրապես։ Այսինքն մրցույթ հայտարարողը իրանքն է, ստուգողը իրանք են։ Ընթացիկ ասում են վատ են սարքի, ասում են դու լավ է սարքի ABB-ին, ինչ գործ ունես ABB-ի հետ։ Հենց վերջում պարզում էր վատ էր, ասում են ABB-ին Ռոբերտ Քոչյանի հետ կապ ունի։ Հիմա ակնհայտ է, չէ՞ որ իրանց մոտ մենակ շառանելն է լավ ստացվում։ Իրանց մոտ ակնհայտ է, որ մարդկանց վրա ինչ որ բան պիտակորելն է լավ ստացվում։ Հիմա Նիկոլ Փաշյանի պարագայում դա է, ինքը գալու է, այդ թալանացի հետ որ կա, այս նորից եմ կրկնում, մեր երկրից ով քաղաքացուց մի բան թալանել է, պարտավոր է
բերի դնի, բայց այդ թալանի վերադարձը պետք է չդիտարկվի մահակ ընդդիմադիրի գլխին, այսինքն ով ընդդիմադիր հայացք ունի, իրան մի բան էլ 100 անգամ ավել բերեն այդ մարդու Իսկ գլխին մյուսների առաջ աչք փակեն։ մյուսների առաջ աչք փակեն։ Վառ օրինակ ասում եմ իմ ընտանիքի օրինակը, մեր ընտանիքում ոչ մեկ պետական պաշտոնյա չի եղել, ոչ մեկ։ Միակ պետական պաշտոնյա, եթե թվացial կարելի ասել, ես եմ եղել 2017 թվականին ազգային ժողովի նախագահի ռեֆերենտ։ Այսինքն գործառույթ ինչ որ մի հատ ֆինանսական միջոցին մոտ ոչ մի բան չենք ունեցել։ Այսինքն մեր վերջի տենդերը, եթե ճիշտ եմ հիշում, շահել ենք 2001 թվականին, էլ այդ մեր հիմնարկը օրելը, ընդհանրապես կապ չենք ունեցել, ընդհանրապես կապ չենք ունեցել։ Ապօրինի գույքը որ հարուցել են, ծաղրի առարկա, էլի 1978 թվականին ստացած խոսել, որ ազգային ժողովի ամբիոնից էլ Ծովինար Վարդանյանը անդրադարձավ այդ դեպքին, որ ձեր հոր դեմ քրեական գործ կա, Ախուրյանի ջրանցքն էին օտարել ԱՆԻԲԲ-ին, պետությանը 439 միլիոն դրամի վնաս է պատճառվել։ Ես անդրադառնամ այդ թեմային, որը այդ շրջանակում էր, ու ես ուղիղ ասացի, որ ամբողջ գործի կուրատորը եղել է Արտուր Դավթյանը, որովհետև այդ ժամանակաշրջանում բոլոր պետական կառույցները, որ մտնում էր, անխտիր բոլորն ասում էին Արտուր Դավթյան, նույնիսկ բնապահպանության նախարարությունը մի անգամ քննարկում էր, իր խորհրդականին ուղարկել էր այնտեղ, մտավն ես այդ քննարկման ժամանակ, ասի դու ինչ գործ ունես, դու ես այդ հայտնի խորհրդական, որ սաղ տեղը գալիս բանացան, բայց ինչն է, որ դից է սկսվել պրոցեսը, պարզ ասեմ։ Երբ որ Գրիգորյան Մանվելին բռնեցին իրանք, ԱԱԾ-ի դիմաց 18 թվականի հունիսի 10-ն էր, եթե ճիշտ եմ հիշում, այդ օրը ես այդ ժամանակ փողոցը փակեցի, Գրիգորյան Մանվելը չի աշխատում, ֆիքս ենք, էլի, ասի ես չեմ հավատում, որովհետև դուք ներկայացնում եք, որ դեղեր է զինվորի, Գրիգորյան Մանվելի այդ բուժման ընթացքում ես եմ միշտ դեղ եղել, որովհետև ես ֆրանսերեն խոսում եմ, իր հետ այդ բժշկական ամբողջ իր դեղերը առնվազն վերջի 5 տարին Ֆրանսիայից են առել։ Զինվորի դեղը, որը չգիտեմ ինչ դեղ էր, ոնց կարող է ինքը վերցնել։ Հաջորդը որ կա, Տուշենկոն ու խտասած կաթը որ ցույց են տալիս, քանի որ կենթանիներին գնաց ես եմ տեսել, ես գիտեմ որ արջը Տուշենկա չի ուտում։ Արջը փդած միս է ուտում։ Ինչ էին նկարել։ Ուրեմն այդ եմ ասում, երբ որ գնում բացում են իրանք այդ կենթանիների գլուխը, թե ինչ որ դրանն է որ փդի որ արջը ուտի։ Այդ փդած բանը որ բացում են, այդ կողքից կանգնած ասում է, «Էդ ինչ ես նկարում, էդի արջի կեն, էդի փդած բանի ալիխի ես նկարում»։ Իրանք էդի տանում դնում են Տուշոնկի բանի վրա, կադրի վրա։ Իրանք տանում էդի դնում են դրա վրա։ Մոնտաժում է։ Լրի մոնտաժ, որտի ասել է Արտուր Վանեցյանն էլ ասել որ մոնտաժերը հմեկում էլ արարել են մյուս սցենարի հեղինակը ես չեմ։ Ու շարունակությունն ասեմ, դատավճիռը կայացել է իրանք սիրելի Մացոն։ Մացոյի դատական վճռի մեջ, Մանվել Գրիգորյանի դատավճռի մեջ ոչ Տուշոնկա կա, ոչ խտասած կաթ կա, ոչ զինվորի դեղ կա, ոչ մյուսը կա, ոչ մյուսը կա։ Ոչ մի բան չկա։ Ոչ մի բան ուղղակի չկա, էլի։ Այդ ժամանակ երբ որ ես սկսեցի ասել, որ ես տեսնում եմ, որ պոտենցիալ Ղարաբաղի հողերի, Արցախի հողերի հետ կապված խնդիր կա, այդ ժամանակվանից սկսեցին հետապնդել ինձ։ Հաջորդի երբ որ զովասների ծնողների հետ մենք գնացինք կառավարության դիմաց ցույց արեցինք, ասի այն մարտի 1-ի ժողովրդին, որ 30 միլիոն տալիս ես, զոված ընտանիքներին ինչ համար փող չես տալիս դու։ Երբ որ հաջորդը 1000 դրամների հիմնադրամ հոգաբարձուների խորհրդի անդամ եմ ես եղել, իրենց հայտարարած թվերը մոտ 200 միլիոն դրամ կորում էր։ Այդ նույն հարցը տալու եմ իրան մյուս բացահայտումների շարքը։ Ասում են կար մեր երկրում 600,000 աշխատող։ Հիմնադրամ մուտք էր լինում 600,000-ը բաժանապատում ես 1000-ով, պետք է անի 600 միլիոն, մուտք էր լինում 450 թե 470 միլիոն փող։ Ասում են ուրա կորում փողը։ Իրանք դրեցին, հեռացրեցին ինձ այդ հոգաբարձուների խորհրդի անդամից։ Ես ձրի էի աշխատում հոգաբարձուների խորհրդում։ Հիմիկվա հոգաբարձուների խորհրդի անդամները ամեն մեկը մի քանի 100,000 դրամ փող են ստանում։ Այդ դրան գումարածը իրանք վարչական ծախսերը մոտարապես կարող է 300-ից 600 միլիոն դրամի շրջանակում լինի։ Մենք ձրի ենք աշխատել, իրանք փողով են աշխատել։ Իրանք սկսեցին տոտալ հետապնդում իմ ընտանիքին։ Գործերը սկսեցին հարուցել։ Ու ինչն է հետաքրքիր, Խաչատրյան օտարում։ Հենց Ջրանցկո ապօրինի գույքով սկսեցին որ իրանք պետք է անեն։ Ջրանցկի օտարումը նորից ասեմ ինչա 17 թվականին մենք ունենք հեկ, որը կառուցել ենք ամբողջությամբ վարկային միջոցներով։ Ապօրինի գույքի այդ գործի շրջանակում հեկի կառուցման հետ կապված մի դրամը ապօրինի չենք գտել։ Մի դրամ, որտեղ ամբողջությամբ վարկ է եղել։ Մեր ունեցած միակ մեծ կապիտալը դա հեկն է, ուրիշնես մեծ կապիտալ չունենք մենք։ Պրոստը չունենք, էլի։ Այսինքն խնդիրը ոչ թե պետական համայնքապատ, այսինքն ջրանցք ասում են ընդհանրապես չպիտի օտարվի, բայց ոնց ա եղել որ Իմի ջրանցքին գամ, ջրանցքի խնդրին գամ։ Կա երկու դատական վճիռ օրինական ուժի մեջ մտած, որտեղ որ չկա ապօրինությունը հիմնարող ոչինչ։ Այսինքն իրանք որ պահանջել են որ ապօրինի ա եղել, ջրանցքը հիմա մերն է։
Իսկ չկա տենց բան, դա իրանց երևակայությունն է։ Երկրորդը սկսեմ, ջրանցքի օտարման ժամանակ պայմանները ես ասեմ, երբ որ օտարում են, նախ չի եղել չզեկուցվող հարց, եղել է զեկուցվող հարց ուղիղ, Կարեն Կարապետյանը իր խոսքի մեջ հստակ ասում է, ժողովուրդ, նայեք ինչա տեղի ունենում, ջրանցքում ջրի կորուստը մոտ 50% է, այդ ջրանցքի վրա փող դնել է պետք, այդ ջրանցքով ոռոգվում է շուրջ 15,000 հեկտար հող է ոռոգվում, հիմա այս մարդը նստած է ջրանցքի վրա, այսինքն ջրանցքից է օգտվում, մենք տալիս ենք այս մարդուն, բայց պայմաններն ասեմ որն է, այդ ջրանցքը երբևիցե վաճառելու իրավունք չենք ունենալու, այդ ջրանցքը գրավ դնելու իրավունք չենք ունենալու, այդ ջրանցքի վրայի խողովակաշարը, որ պիտի փոխենք նորը դնենք, հետ ենք վերադարձում պետությանը, տարեկան պետությունը փող է ծախսում, որ սպասարկի, մեկը գնա ջուրը բացի, փագի, բանի 10 միլիոն դրամ, այդ չի տալու երբևիցե, գյուղացիների ջուրը ամբողջությամբ անվճար է, եթե հեկը մենք վաճառենք ուրիշին, ջրանցքը հետ ենք տալիս պետությանը պիտի որոշի, անի թե չանի, մենք 500 միլիոն դրամից ավել ներդրում պիտի կատարենք, հետո իրան գնահատեցին, հասկացան 500 չի, 700 քանի միլիոն պիտի մենք ներդրում կատարենք, 12 մի քանի պայմանները չի, այդքան պայմանները դրել են մեր վրա, ու Կարեն Կարապետյանը պարզ ասում, այս մարդը ավել փող է աշխատելու, բայց դրա արդյունքում պետությունը գյուղացիներն է օգտվելու։ Ամենաաբսուրդն ասեմ այդ գործի շրջանակում։ 439 միլիոն գալիս։ Իրանք ասում եմ գնահատել են։ Երբ որ այդ ժամանակ իրանք մեկ եկավ գնահատեց, ասեց 30 քանի միլիոն, ասի ոնց ես գնահատես, չեմ ընդունում, քննիչն է որ կանչել էր, ասես չեմ ընդունել այդ թիվը։ 0 պտիներ։ Դու կարաս ինձ բացատրես դրա արժեքը ոնց են որոշել։ Ու եկեք հասկանանք, այս գործարքի արդյունքում պետությունը օգուտ է քաղել թե վնաս։ Քննիչը չհամաձայնվեց, դիմեցինք դատարանը պահանջեց, ասեց ժողովուրդ, դուք սխալ եք արել, ինչ եք գնահատել, մի հատ ամբողջական փաթեթով նայեք, սրա արդյունքում պետությունը շահել է թե տուժվել է։ Այդ նույն բանն է, որ այս թրիպի շրջանակում պետությունը որոշի, որ ինչ որ հողեր ջրի տա այդ մարդուն, դա ասես խես տվե թրիպի համար այդ փողը, ասի ախպեր, բայց ամբողջական փաթեթի մեջն է, այդ մարդը ճանապարհազարկելու փողա դնելու, պետությունը հետագայում օգտվելու է, ասում մինիմումը ամենակիչը որ կա, հիմա ջրի կորուստը 0 է, ջրի կորուստ չկա։ Այդ ջրի կորուստը մենակ որ այդ ջուրը իրանք տանեն 10 միլիոն խոհանարդ մետր ջուրը վաճառեն գյուղացիներին, անում 110 միլիոն, ամեն տարի այդքան օգուտ անում պետությունը։ Մենք էլ ասում ենք, եկեք ու քննիչ այնքան լկտի էր այդ ժամանակ, այդ քննչական կոմիտեի նախագահն գա ասել եմ, ասում է, արի, ասում է, ձեր ժամանակներն անցել է, ես պետք է որոշեմ ու այդ փորձաքննությունը այդ գնահատականը չի տալու։ Ու տենց էլ արեցին, իրենք չտվեցին, պետությունը գործարքի արդյունքում օգուտ է քաղել թե վնաս, ասում ժողովուրդ եկեք գնահատենք, եթե վնաս է պատրաստ ենք տալ, եթե օգուտ է, մի հատ օգուտը հասկանանք ոնց ալում, հրաժարվեցին։ Հիմա այդ գործի շրջանակներում կարող է դատախազը մտնի եւ ձեզ անձեռնմխելիությունից զրկի տանեն, որտեվ Սովինար Վարդանյանը հենց դա սպառնաց, ասաց հիմա եթե գան Մեսրոպ Մանուկյանին տանեն, պետք է ասեն քաղբանտարկել է։ Տեսեք, նախ սկսեմ այդտեղից էլի, իրանց ավելի կարճ ճանապարհ ցույց տվեցի, հենց ինձ 5 տարվա մեղադրանք առաջադրված դատը գնումա կարող են կալանավորել։ Այն հայտնի յոգուրտի գործով, որ կոռուպցիան բացահայտել է այդ գործով։ Հա, դա ավելի հեշտ է իրանց համար, քան էս, որովհետեւ ընկերության գլխավոր տնօրեն Երջանկայի Շատակ հայրս է եղել, ու ես կարող էի դիմում գրել հորիցս հետո 25 թվականից հետո այդ գործը ուղղակի փակվեր, բայց դրա փոխարեն ես գնացել եմ, ասել եմ ոչ, իրավահաջորդ ճանաչեք ինձ, ես պիտի փաստաբանների հետ կռիվ տամ, ես ապացուցեմ իմ հոր անվան անմեղությունը, ես պիտի ապացուցեմ ինչքան ստոր, ինչքան նենք եկել, ու ապացուցեմ այս գործի շրջանակում ինչքան է պետությունը օգուտ քաղել, ամենակարևորը նման հետո չթողնեն։ Այսինքն եթե ես հիմա այդ գործը փակացնեի, ինձ կասեն, դու փակեցիր այդ գործը, բայց ոչ, այն ժամանակ ես դեռ հայտը չեմ ունեցել ներկայացնելու պատգամավոր դառնալու, բայց ես դրանով ապացուցում եմ, որ ես ապացուցելու բանն եմ ու ես անմեղ եմ։ Ու բարձ ասում, ձեզ ինչ հետաքրքիր է, իրենց ասում, եկեք նստենք ցանկացած հարց, ապօրինից, մյուսից, եկեք գնանք ցույց տան։ Ու ցույց եմ տալիս, որ ապօրինի գույքի այդ մասին օրենքով կիրառող բանը մի զգալի հատվածի վրա դա մահակ է, մի զգալի հատվածի վրա։ Դու մարդիկ կան ընդունում են, որ իրանք թալանել են, բերում փողերը հետ են տալ։ Ու պիտի բերեն տան։ Ես նորից եմ գրքում, անկախ նրանից կլինի իմ հալալ եղբայրը, եթե ինքը մի կոպեկ փող թալանել է մեր պետությունից, պետք է բերի հետ դնի։ Ես կաշխանդված չեմ ոչ մեկին քննադատելուց, ոչ մեկին։ Պարոն Մանուկյան, ձեր հայտարարագիրը երբ նայում եմ, դուք 2 հողամաս ունեցել եք Կոտայքի մարզում, բայց 18 թվին միանգամից 3 անշարժ գույք եք ձեռք բերել, 1 բնակարան եւ 2 ավտոկայանատեղի։ Այն դեպքում երբ ավտո էլ չեք հայտարարագրել, այսինքն ավտո չունենալով 2 ավտոկայանատեղի եք գնել, նախ այս ոնց կբացատրեք այդ միանգամից 3 անշարժ գույքի գնումը եւ ձեր հայտարարագրում բավականին թանկարժեք ժամացույց նվիրատվություն կար։ Ժամացույց չունեմ նվիրատվություն։ Չգիտեմ ինչա, անկես որտեղ ժամացույցները սիրարել չէ, ինչ որ մի բան կարծում եմ բան չգիտեմ այդ որտեղ է հայտարարագրել։
Չունեմ, իրականում չունեմ, էլի։ Մեսրոպ Մանուկյան Գևորգի։ Հա։ Ժամացույց ընդ որում 11 միլիարդ դրամանոց։ Չէ, այդ կարծում 100% Խնդրեմ, նայեք։ Չէ, դա իմը չի։ Ես չգիտեմ ինչա, բայց 14 թվականին է եղել։ Չէ, չգիտեմ դա ինչա։ Անկեղծ չէ, 14 թվականին հայտարարագիր լրացնող էլ չեմ եղել։ Ես 14 թվականին ձեռք եք բերել, դուք ոչ թե այդ ժամանակ եք լրացրել, պաշտոնը ստանձնելու հայտարարագրի մեջ է սա նշված, որ 14 թվականին ձեռք եք բերել նվիրատվություն։ Չէ, կարծում սխալոտով իրականում ես չունեմ ժամացույց։ Ձեր հայտարարագրը չեմ էլ ունեցա երբևիցե ժամացույց։ Ուզում եի հասկանալ ով է նվիրել ու այս կարգի թանկարժեք ժամացույց 30 միլիոն դրամանոց։ Չէ, իրականում Բայց տեսակ ցույց տվեցի, որ հայտարարագրում հայտարարագրում կա։ Խնդրեմ իր բանով էլի։ Լինքով ինձ ուղարկեք, որովհետև իրականում ես չունեմ։ Այդ եթե եղել է, չգիտեմ ինչա, իրականում չկա, էլ որտեղ վերջին մի քանի հայտարարագիրը լրացնող միշտ ես եմ եղել, 100% չկա դա այդպեսին, էլի։ Հիմի գամ բանին, անշարժ գույքին եւ ավտոտնակին։ Իմ կյանքի առաջի տունն է, որ ես ձեռք եմ բերել, միակ տունը, որտեղ ես բնակվում եմ, տունը ձեռք եմ բերել վարկային միջոցներով, որը որ այդ ապօրինի գույքով համ վարկն են դիտարկի ապօրինի, համ տունը абսուրդի շարքից։ Վարկը վերցնում ես տունը սառնում, երկուսն է ապօրինի են գնահատվում, կապված ավտոմեքենա չունենալու հետ կապված ավտոմեքենա կինս ունի, մի ավտոմեքենա, մյուսը քանի որ ես աշխատում եմ հիմնարկի տնօրեն եմ, ես ունեմ ինձ սպասարկող ավտոմեքենա։ Այդ ավտոմեքենայի հետ կապված գալիս ենք, որ այդ անհրաժեշտությունը կա, ու այդ ժամանակաշրջանում, երբ որ ես տունը ձեռք եմ բերել, բավականաչափ մատչելի էին ավտոտնակների գինը, պարկինգների գները, եւ գիտակցաբար որպես կապիտալ այդ հնարավորությունը ունեցել եմ ձեռք եմ բերել։ Իմիջիայլոց այդ պարկինգները օրինական են դատախազի գնահատել։ Այդ մի բանը բան չէ, Այդ Աբովյանի հողերն էլ են դիտարկել, որ օրինական է իմ մոտ, էս է եղել պատմությունն էլի, իրականում հեղափոխությունը մեզ լավ է եկել ձեր վրա միանգամից։ Այդ առումով այո, ու նաև քանի որ հորից հետո ժառանգություն եմ ստացել, մնացած իմ հայտարարի հատվածում ժառանգություն։ Այո, մանրամասն ուսումնասիրել եմ, տեսել եմ, որ ժառանգություն ունեմ, չեմ էլ ունեցել, էլի։ Այսինքն իմ ժամացույցը, որը որ ունեցել եմ, մի հատ հարսանիքի նվեր են տվել կինես, չէ, դժվար, այդ գնանոց ժամացույց չի ախր ինքը։ Իրականում այդ գնանոց չի, այդ գրածը չգիտեմ ինչ է, էլի, ես չգիտեմ։ 11 եւ 9.1, այսինքն 11 միլիարդ։ Չէ, դե 11 միլիարդ դրամանոց գրիչ ժամացույց չկա իրականում, էլի։ Դե հիմա է դա գրած, դուք տեսակ որ ցույց տվեցիք։ Ինձ թվում է այդտեղ ինչ որ ԿՊԱ-ականների մատ է կպել, որովհետև այս վերջում է Տիգրան Ավինյանը ինձ ավականալիստի ժամանակ ասում էր, «Այն ձեր շրջանայինի կաֆեն», ասում եմ իսկականից է, բայց գիտեք ինչ արեցի, գնացի այդ կաֆեները ուղիղ եթերով, ասես դուրը թակում է, ասում եմ բարև ձեզ, ասում եմ բարև։ Տվեք ինձ իմ կաֆե։ Ասում եմ մի հատ հաշվապային կասեք, գասեմ, ասում եմ բանը ստուգեմ, ասում եմ բայց դուք ով եք։ Ասում բայց կներեք, ելս մա ճանաչում եմ ձեզ, բայց դուք մեր կաֆե, ասում Ավինյան Տիկոն ասել է, այդտեղ կաֆե ունեմ, ինչքան կաֆեներ կար, բոլորի դռները խփեցի, բոլորի տերերն եկան, ասեցին այ աղբեր ջան, չէ էլի շար են արեք վրա, դու կաֆե չունես։ Ինձ թվում է երևի ինչ որ ԿՊԱ-ականների մատա կպետ է, թե չէ ես իրականում չունեմ այդպես բան։ Պարոն Մանուկյան, տեսեք, քանի որ Մանվել Գրիգորյանից խոսք գնաց, ես էլ չշրջանցեմ այս հարցը, ինչ խնդիր կա այստեղ։ Մանվել Գրիգորյանը մարտի 1-ին, ինչպես գիտեք, դեմ գնաց Քոչարյանին եւ միացավ Մանվել գոռացող հանրության։ Նիկոլ Փաշինյանը, որը գոռում էր Մանվել։ Այո, միացավ ըստ էության այդ հանրությանը եւ հիմա դուք փաստացի Քոչարյանի թիմում եք։ Այստեղ հակասություն չի առաջանում ձեր եւ Մանվել Գրիգորյանի կարծիքների մեջ, որովհետեւ իրենց հարաբերությունները բավականաչափ լարված է եղել, ես հիշում եմ նաեւ հոկտեմբերի 27-ի հետ կապված էլ, որ հրամկազմ էր հրավիրել էր զինվորականներին, Մանվել Գրիգորյանը չէր եկել, այս տիպի լարված ինչ որ հարաբերություններ ունեին Քոչարյանն ու Մանվել Գրիգորյանը։ Ճիշտ ասած հոկտեմբերի 27-ի հետ կապված ինչքանով որ ես ինֆորմացիա ունեմ ու պատմել է ինձ Մանվել Գրիգորյանը, որ այդ դեպքերից հետո երկրապահում հանդիպում ա եղել երկրապահների հետ ու տեղ Ռոբերտ Քոչյանին, եթե կարելի ասել մեղադրանք հնչեցնող միակ մարդը եղել է Մուշեղ Սաղաթելյանը, իսկ մնացածը գիտակցել եմ, որ այս պարագայում, այսինքն պատվիրատուն կամ իրականացնողը համենայն դեպս ինչքանով որ Գրիգորյան Մանվելն ինձ պատմել, Հայաստանից չեն եւ արտաքին ուժերն են եղել այդ բոլորը։ Եվ այս վերջում են այև սպարապետի եղբայրն ասաց, որ այս 18 թվականի հեղափոխության հետևը կանգնած են նույն մարդիկ, ովքեր կազմակերպել են հոկտեմբերի 27-ը։ Այսինքն ես երկու մարդու խոսքերը համադրելով հասկանում եմ, որ ինչ որ տրամաբանություն կա։ Այսինքն Մանվել Գրիգորյանն էր ասում արտաքին ուժերի կազմակերպումն ա
եղել այդ ամբողջը, հետո սպարապետի եղբոր խոսքերն եմ մեջ բերում։ Ինքը դա է պատմում։ Իրանց հետ հարաբերությունների լարումը 2008 թվականի մարտի 1-ից հետո, այո, իհարկե եղել է, այսինքն դրա մասին բոլորը գիտեն ու չեն կարող հերքել իրենք, էլի։ Նաև ստեղ մի հատ ուրիշ բան կա, որ Ռոբերտ Քոչարյանն ասում էր, որ նաև Մանվել Գիրքան իր մոտ է գնացել կապված Սերժ Սարգսյանի թեկնածության հետ այդ խնդրին, էլի։ Հիմի այդ ժամանակաշրջանում իրանց մոտ եղել է հարաբերությունների լարում կամ մնացածը, բայց Մանվել Գրիգորյանի հարաբերությունները Ռոբերտ Քոչարյանի ինչ-որ մի ձև արտացոլվի իմ եւ մեր թիմի հետ, ես տրամաբանություն չեմ տեսնում, որտեղ ես եղել եմ Մանվել Գրիգորյանի օգնականը, այո, Մանվել Գրիգորյանն եղել է իմ հարսանիքի քավորը, ես իր հետ ունեմ հարաբերություններ, երբեք իմ հարաբերություններից չեմ հրաժարվում եւ իմ որոշումը իմ կերպարի հետ նաեւ հարգանքով է այսօր մեր թիմի առաջնորդը Ռոբերտ Քոչարյանն է։ Այսինքն այստեղ մի հատ ուրիշ ուղիղից էլ կա, որ եւ Ռոբերտ Քոչարյանի մոտ եւ Մանվել Գրիգորյանի մոտ Արցախը ունեցել է յուրահատուկ արժեք։ Այսինքն ինձ ավելի շատ կապում են մարդիկ իրանք ընդհանրություն են առումով, որ իրենց համար Արցախը լինելիության հույսը, Արցախը դա հպարտություն է։ Ես ճիշտ է, ցակումով Արցախից չեմ, բայց իմ տան դռան վրա Արցախի դրոշն է, իմ համակարգչի վրա, եթե նկատել եք ավականիում Արցախի դրոշն է, իմ երեխաների հեծանիվների վրա Արցախի դրոշն է, իմ երեխաները Արցախի հիմնը երգում են, Արցախ իրանց համար յուրահատուկ արժեք է, իրանց թվում է հեսա գնալու ենք Արցախ, էլի, եւ իմ համար նորից եմ կրծկնում Արցախը լինելիության հույսն է, Արցախը մոռանալը դա ամենաստորությունն է իմ համար եւ այն մարդը, ովքեր ոնց որ Արշակ Սրբազանն էր ասում, ուրանում է հայրենի հողը, պիտի նզովյալ լինի սերնդեսերունդ։ Սերունդերն անցնելու, հետո ասել են լավ ինչի համար։ Այսօր ես որ պայքարի մեջ եմ մտել, անկեղծ ասեմ, առաջինը մտել եմ, որ եկուց իմ սերունդների առաջ ամոթով չմնամ, պարզ ճակատով նայեմ, որ ինձ ասեն լավ պապի կամ պապ դու ուր ես։ Լավ դու ինչի համար չէիր պայքերում, ինչ, այսինքն, չգիտեմ, մի կոպեկ փող ավել, մի կոպեկ կամ մի բան կորցնելու համար գլուխդ փախե մտել էիր, տենց չէ, այսինքն մարդիկ պետք է գիտակցեն, որ այսօր Հայաստանի Հանրապետության լինելիության հարց կա, մեր հայրենիքի լինելիության հարց կա, արժանապատվության հարց կա, դա է ավելի կարևոր, իմ համար դա է ավելի կարևոր, էլի, ուստեղ այս պարագայում ոչ թե պետք է մենք խնդիրը նայենք, թե Ռոբերտ Քոչարյանը կամ Մանվել Գրիգորյանը ինչ խնդիր են ունեցել երբևիցե, այլ պետք է նայենք այսօր ինչ խնդիր մենք ունենք, այդ խնդիրը այսօր Նիկոլ Փաշինյանն է, ԿՊՆ-ը, այսօր այդ խնդիրը թուրքական մարտահրավերն է ու պայքարենք դրա դեմ։ Դուք քանի որ Տիգրան Աշենից էիք խոսել, պարոն Մանուկյան, մարդը ճեպազրույցում ուղիղ հայտարարեց, որ Քյարքին ադրբեջանական տարածք է, հայկական չի։ Իսկն հրաժարվեց արդեն, երբ որ մինչև այդ ասում էր սահմանազատում, սահմանագծում կլինի, կհասկանանք, կտեսնենք, այսինքն չթողեց անգամ սահմանագծման վրա դա, ինքը դատավճիռը կայացրեց։ Հիմա վերադառնանք խորհրդարանի արդյունավետությանը եւ ընդդիմության անելիքներին։ Կարող է այնպես լինի, որ այսպես հերթով Տիգրան Աշենն էլ կտան, չգիտեմ, անկլավ կկոչեն, տարբեր հատվածներ կտան, որովհետեւ եթե Ալիևի խոսությունին հետևենք, Սևանալիչն էլ է իրանցը, Երևանն էլ է իրանցը, չգիտեմ, ամեն ինչ իրենցն է։ Ու ընդդիմությունը ինչ պիտի անի, ո՞նց պիտի հանրությանը մոբիլիզացնի, չգիտեմ, փողոցային պայքար պիտի սկսեք, դուք ինչ գործողություններ եք անելու։ Տեսեք, շատ ճիշտ ու արդար պահանջով հարց է ձեր հարցը, որտեղ մենք գործ ունենք երկու Նիկոլ Փաշինյանի հետ։ Մի հատ թրաշով Նիկոլ Փաշինյան ունենք, ով որ հմեկի եթերում ասում էր, որ Տիգրան Աշենը հայկական է, ոչ մի իրավական հիմք չկա, տենց բան չկա։ Մենք հələ պիտի ծանոթանանք, մենք ոնց նայում ենք, չկա իրավական հիմք։ Այսինքն եկեք հասկանանք, իրավական հիմք չկա։ Եթե իրավական հիմք չկա ու խնդիրը դնում ես, որ Քյարքի է, եկեք հասկանանք, նվեր ես տալիս Ադրբեջանին, 1, երկրորդը վաճառում ես Ալիևին, թե կաշառքես վերցրի Ալիևից, որ դու տալիս ես, երրորդը մյուսը որ կա իրավական հիմքերը ու հաջորդը ինչ է։ Այսինքն դու ասում ես, այս տալիս եմ, այս տալիս եմ, բայց վերջը ցույց չես տալիս, ինչի դիմաց ես դու դա տալիս։ Ինչի դիմաց ես, այստեղ ակամայից հիշեցելի Մանվել Գրիգորյանի խոսքերը Միրան Հակոբյանի հետ Արա լեռում Դաշկեստանում հարցազրույց էր, ասում էր դուք թուրքերին լավ չեք ճանաչում, ասում է ինքը ասում է էսի դու հարցրա, բա դու ինչի ես պատրաստ, մի բան պատրաստ է թուրքի քեզ տալ, մի տեղ պատրաստ է ստոպ անելու, բնականաբար ոչ, որովհետև մենք իրենց ադրբեջանցիների խոսույթի մեջ տեսնում ենք, որ հաջորդը ատոմականի փակման խնդիրն են իրանք դնում, որ դա ձեզի պետք չի, մյուսը չի, մյուսը մենք տեսանք, որ մի անգամ Թուրքիան պահանջ դրեց, որ նաև
իրենք սահմանների ճշգրտման հարց ունեն եւ հիմնականում Շիրակի մարզում Արփա գետի աջ հատվածի հետ կապված են իրենք ինչ-որ պահանջներ ներկայացնում, եթե ճիշտ եմ հիշում, բայց դա էլ իրանք ճշգրտման խնդիր էին դնում, հաջորդի պահանջները դնելու են իրանք։ Ստեղ ընդդիմությունը այո ունի մեծ անելիք։ Անելիքը որն է, առաջինը պետք է լինի մեծ կոնսոլիդացիա, որպեսզի նախ հասարակությանը մենք բացատրենք, որ սա ուղղակի, չգիտեմ, ճանապարհի Տիգրանաշեն մի փոքր գյուղի խնդիր չի։ Այսինքն թուրքերը ակամայից մեր երկու միջպետական ճանապարհների երակների վրա դուրս են գալիս, հսկող դիրքերը վերցնում են, անվտանգային շատ լուրջ խնդիր կա, շատ լուրջ խնդիր կա։ Երկրորդը, երբ որ քո սուվերեն տարածքում ադրբեջանցին եկե մտել է իշխանասարը, Ջերմուկում, մասամբ Վարդենիսի վերևի հատվածում, խնդիրը հետևյալն է, նախ թող մի հատ ինքը դուրս գա մեր սուվերեն տարածքից, բայց դա փոխարեն տեսնում եք ինքն դեռ դիրքերն ամրացնում, ինչ որ բունկերներ է կառուցում, մյուսն անում, այսինքն ամրանում այս մարդը։ Հիմնավոր, Այսինքն ինքը մի հատ թող դուրս գա առաջինը, որ մտել է սուվերեն տարածքի։ Երկրորդը ընդհանուր հասարակությանը պարզ ներկայացեք, եկեք ասեք, գիտեք ինչ կա, Արցվաշենը ես վերցնում եմ, Տիգրանաշենը տալիս եմ, ես մեկի ես մոտ բացատրի, բայց դա իրավական հիմքը չկա, ուղղակի չկա։ Իրա խոսքերն Բայց ժողովրդին բանանի հարցնի, հո ինքը չի տվողը վերցնողը, դա Նիկոլ Փաշինյանի սեփականություն չի, մեր ամբողջ հայ ժողովրդի սեփականությունն է։ Հենց եկան կտեղ էլի, որ իրանք ժողովուրդը նաև պիտի այս process-ին մասնակից լինի։ Մեր թիմը պատրաստ է, ես անձամբ պատրաստ եմ առաջնագից կանգնեմ, կռիվ տամ իշխանության հետ, ներկայացուցիչների հետ։ Այստեղ առաջի կարևորագույն կետերը, եթե մենք բաժանում ենք, հետևյալն է, հասարակությանը իրազեկել։ Երկրորդը, ամբողջ դաշտին դիմադիր ուժերի մոտ պիտի լինի կոնսոլիդացիա, համախմբում պետք է լինի, որովհետև օբյեկտիվ ոչ մի ուժ մենակ ի վիճակի չի լինելու պայքարելու սրա դեմ։ Նիկոլ Փաշինյանը կիրառել է իր ամբողջ պետական մեխանիզմի այդ ուժերը ընդդիմադիրների դեմ, ու մենք պիտի հասկանանք, որ էսի վերջը չի, այս նոր սկիզբն է։ Նիկոլ Փաշինյանը սանով կանգառ չի առնելու։ Բա հիմա արդեն ուժ չի այդ կոնսոլիդացիան ապահովելու համար։ Հիմա պետք է արդեն ստույգ ռազմավարություն ունենայիք, պլանները գծեիք, 2 շաբթի ենք անելու, 3 շաբթի ենք անելու, 4 շաբթի, այսպես հաթաթ ունենայիք։ Լուսինե ջան, իհարկե դուք ճիշտ եք, որ ընդդիմությունը պիտի բոլոր կետերը ունի։ Հիմա այս փուլում առաջնահերթ որ կա այդ իրազեկելը մարդկանց հետ այդ կոնսուլտացիաներն ամբողջությամբ որ պիտի մենք իրականացնենք ու իրականացնում են, հաջորդիվ արդեն պիտի լինի ձեր ասած ռազմավարությունը ստրատեգիան քայլերով, այս քայլից հետո այս քայլից հետ, այս քայլից հետ։ Որտեղ շատ քաղաքացիները մեղադրում են, ասում են նախկինում այդ քայլերի հաջորդականությունը չեք ունեցել A կետից B կետ գնալը կամ չեք ունեցել ատարբերակը չի լինում B կետը կամ մյուսը։ Մարդկանց մի մասի մոտ այդ վրթովմունքը, այդ մեղադրանքը օբյեկտիվ է, մյուս մասի մոտ սուբյեկտիվ է այդ ամբողջ, էլի, բայց ես կիսում եմ այդ մտահոգությունը, որ ընդդիմությունը այս անգամ սխալվելու իրավունք չունենա։ Ընդդիմության գործառույթն այդ պետք է լինի, որ սխալվելու իրավունք ոչ մի պարագայում ինքը չունենա։ Որովհետև ես տեսնում եմ, որ դուք ասացիք, ես պատրաստ եմ կանգնել առաջնագծում, այսինքն դուք ունեք վճռականություն։ Հիմա պետք է հասկանանք ծրագիր ունեք օրակարգային հարցերը, sense դեմ առ դեմ գնալու եւ առնելու համար, որովհետև մի բան է, երբ որ դուք իսկապես պատրաստ եք ձեր կյանքի գնով պաշտպանել, բայց երբ որ ընդհանուր չկա ծրագիր, պլաններ չկան, այսպես հաթաթ գնալու են իրանք ու Ռուսիան ջան, տեսեք, 2 օր առաջ է Նիկոլ Փաշինյանը ավետել այդ բոթը եւ այս պարագայում Բայց անակնկալի եք եկել։ Չէ, մենք դրա փոխարեն առաջի օրն էլ Ռուբեն Ռուբինյանի ուղիղ հարց էինք տալիս, ասում ենք Տիգրանաշենը Հայաստանա թե ոչ, հստակ ասեք, այո։ Խորհրդարանի աշխատանքը հենց այդպես սկսեցիք դուք։ Հենց ենք սկսել, այսինքն մենք գիտակցել ենք, որ այդ վտանգը կա, մենք գիտակցել ենք, որ դրա դեմ պիտի պայքարենք, իմ ես պարագայում կարծում եմ նաև ինչ որ շուտ ես ասեմ, որ մենք քննարկել ենք SSS, այդքան էլ չի լինի, էլի։ Հա, բայց գոնե ասեք կա, հասկանանք կա, հանգիստ սպասեք, տեսնեք ընդդիմությունը ինչ է անում։ Ես կա կամ ինչ որ մի բան թույլ տվեք չասեմ հիմա, բայց այն որ մենք այդ հարցը մեր օրակարգում է ու մենք խիստ հետևողական ենք, դա ես ասում եմ ամենայն պատասխանատվությամբ։ Շատ լավ, պարոն Մանուկյան, Նիկոլ Փաշինյանը դեռ քարոզարշավին, նաև քարոզարշավից հետո վերընտրվելուց հետո հայտարարեց, որ Քոչարյանը պետք է նստի։ Ավելին չէ, լրագրողների հետ հարցազրույցում ասել էր Քոչարյանը մարդասպան է, այսինքն դատավճիռը արդեն այսպես ասած կայացրել էր։ Հիմա եթե երկրի ղեկավարը արդեն այսպես չագուժնել է իր ձեռը, մեղնել է իր ձեռը, ինչպես ասում են, ասել է Քոչարյանը պետք է նստի, նստցնեն Քոչարյանին։
Տեսեք, դա խելագարության կանխավարկածից ելնելով են ասում այդ բոլորն, էլի, այսինքն մարդ եթե հանցագործություն չի կատարել, ինչի՞ համար պիտի նստի, դա մեկ, անհասկանալի է, երկրորդը, ինչի համար է իմ կարծիքով ինքը կռիվ անում Ռոբերտ Քոչյանի ստվերի հետ, որովհետև Ռոբերտ Քոչյանը առաջինը երբեք չի կարող մոռանալ արցախայության խնդիրների մասին, երբեք չի կարող մոռանալ Արցախի խնդրի մասին։ Իր համար դա առաջի շատ լուրջ պրոբլեմատիկ խնդիրն է։ Երկրորդ, ինքը շատ լավ հասկանում է, որ ոչ մի պարագայում չի կարող Ռոբերտ Քոչյանի հետ ինչ-որ համաձայնության գալ կամ Ռոբերտ Քոչյանը ինչ-որ կես քայլ նահանջ դնի։ Իր համար դա ամբողջությամբ պարզ է եւ իր համար դա պրոբլեմ է։ Մյուսը որ կա, եթե մենք ասում ենք, որ 21-րդ դար Եվրոպային ձգտող պետություն ենք, մեր համար եվրոպական արժեհամակարգն է կարևոր, այսինքն ոնց է, երկրի ղեկավարը պետք է ուղղություն տա կամ չգիտեմ, ԱԱԾ-ի կամերաների տեսանյութը հենի լցնի, ասի ուզում է արտահոս կանի, չի ուզում չի անում, դա մեր երկրի իմիջին ու պատվին մեծ բացասական բիծ է ամբողջությամբ։ Ուղղակի անթույլատրելի է, ոնց կարելի է օրինակ համար կանգնել ասել երկրի նախկին նախագահան պիտի նստի, կամ մյուս կողմից միգուցե ինքը նաև կռվում է Ռոբերտ Քոչյանի այն ստվերի հետ, որ Ռոբերտ Քոչյանի կառավարման տարիներին թե տնտեսապես լուրջ արդյունքներ ենք ունեցել մենք շատ լուրջ, թե Ռոբերտ Քոչյանի կառավարման տարիներին ամենակիչ զոհերն ենք մենք ունեցել։ Դա ասում եմ որպես հիմնադրամի նախկին հոգաբարձների խորհրդի անդամ։ Շուրջ 90 մահ ենք մենք գրանցել բանակում, իսկ այսօր խաղաղ պայման 10 տարիների ընթացքում 10 տարիների ընթացքում, էլի, կարևորագույն։ Այսօր մենք տեսնում ենք խաղաղ պայմաններում որքան զոհեր է լինում։ Իսկ Ռոբերտ Քոչյանի կառավարման այդ տարիներին, 10 տարիներին այդքան քիչ զոհ ենք ունեցել հակառակորդի գնդակից մահացած մեր հայրենակիցների։ Հիմի Նիկոլ Փաշինյանի այդ Ռոբերտ Քոչյանի ստվերի դեմ կռիվը իմ համար համենայն դեպս պարզ է ինչի համար։ Ու ես գնահատականը տալիս եմ ինչի համար է ինքը այդ կռիվը տալիս։ Ու նաև այսօր մեր Հայաստան դաշինքը, եթե մենք նայում ենք դաշնակցությունն, ովքեր իրենց արժանամակարգը դա հայրենասիրություն, հայրենիքի արժեք ամբողջ աշխարհով մեկ, ու մեր բլոկը, որը որ մենք ունենք, նույն այդ արժանամակարգը կրող մարդիկ ենք մենք։ Ու իմ համար ամենայն դեպս պարզ է ինքը ինչի համար է կռիվ տալիս Ռոբերտ Քոչյանի անձի դեմ։ Իսկ ձեզ դուր է գալիս այս խորհրդարանի աշխատանքները, ընդհանրապես տեսարանը ձեզ դուր գալիս է, թե չէ։ Տեսեք, տեսարանը իմ դուրը չի գալիս, որը որ ես նշեցի, էլի, որ նաև տեսարանի արդյունքում գալիս է մի կետ, որ հնարավոր է նաև դուք ես սխալ ինչ-որ մի բան թույլ տաս, էլի, բայց տեսարանի այս պատկերի մեղավորը իշխանությունն է։ Ինչի համար է իշխանությունը, այսինքն ինքը ունի իր մանկական կապրիզը, որ ես օրինակ ցույց տամ, որ ընդդիմության տեխնացուին կարող եմ չընտրել, հա։ Ես Ոչ Լիլիթ Գալստյանին ընտրեցին։ Հա, իմ կարծիքով գիտեք ինչ համար Լիլիթ Գալստյանին։ Ինչի, հա, մի հատ բացատրեք։ Լիլիթ Գալստյանը եթե չընտրեին, հաջորդը մեր մեջիցում էին ընտրել։ Ցանկացած հաջորդ իրանց համար ավելի պատր լինել։ Չարյոց փոքրագույնը Լիլիթ Գալստյանն էր իրանց համար։ Հումոր արեցի, բայց իրականում Տիկին Գալստյանի արժանինքները իմ կարծիքով շատ բարձր են, այդ ոլորտում շատ բարձր են, ու ինքը շատ ճիշտ կարող է եւ աշխատացնել հանձնաժողովը եւ ժողովրդի խնդիրները, մարդու իրավունքների խնդիրները բարձրաձայնել, այսինքն իր անցած ճանապարհը, իր փորձը ու նաեւ կին լինելը շատ կարեւոր էր։ Իսկ եթե մի փոքր անցնում ենք ուրիշ տեղ, իրականում ԿՊ-ի համար Ագնեսա Խամոյանին էին ընտրում կամ Քրիստինե Վարդանյանին։ Իրանք կկախվեին, բայց ոչ Ագնեսային, ոչ Քրիստինեին, ոչ ինձ, ոչ մնացած ոչ մեկին չէին ընտրել, էլի։ Ինչ եմ ուզում ասեմ, մեր ֆրակցիայում բոլորն են շատ արժանինքներ ունեցող գործընկերներ են, շատ էլի, բայց Լիլիթ Գալստյանին ընտրելը նորից եմ ասում, էլի, կար օբյեկտիվ, սուբյեկտիվ պատճառ։ Օբյեկտիվ պատճառը, որ Լիլիթ Գալստյան շատ բարձր արժանինքներ ունեցող անձնավորություն է, կին է, անցած ճանապարհ ունի ու ճիշտ կարողանա աշխատել։ Դա փաստ է, ու ոչ մեկ չի կարող այդ փաստի դեմ հակառակ փաստարկ բերել։ Մյուս կողմից որ կա Չարիքի փոքրագույնն է, էլի, Հայաստան դաշինքից երևի թե իրականում կա նաև դա։ Ձևակերպումը հետաքրքիր է։ Հա, իհարկե կներեք այդ ձևակերպման համար։ Հիմա գանք ուժեղ Հայաստանի խնդրին, ուժեղ Հայաստանին կարծիքով իրանք որոշակի չափով փորձեցին ատամ ցույց տալ եւ դրա պատասխանը նաեւ ուժեղ Հայաստանի կողմից եղավ, որ ասին օրենքի շրջանակներում մենք կարող ենք անընդմեջ երկար իրենք էլ ոչ ելքը էլի գտան։ Ով ԿՊ-ն կիսատ կթողնենք,
կշարունակենք Չէ, այդ հետո։ Այսինքն սահմանադրական կարգի խնդիր էր, որ նորմ էր, որ պիտի պարտադիր կիսատ թողեն շարունակեն, բայց դրանից հետո խնդիր կունենային։ Ես նույնիսկ միտք արտահայտեցի, ասացի օրինակ, եթե ես լինեի թեկնածու, այտենց հարցեր տամ, որտեվ հարցեր են տալիս абսուրդային ժանրից է, էլի։ Ինք ո՞րն էր ամենաաբսուրդը, որ Շատ շշմեցիք։ կար, օրինակ ասում է բանը Էդուարդ Աղաջյանը, ասում է պարտքի կառուցվածքը ո՞րն է, ասում դու ինչ ես ուզում այդ հարցը տաս, ես մասնագիտական ասեմ, ուզում հասկանաս ներքին արտաքին պարտքի համադրությունն ինչքան է, Քննություն ենք տոկոսադրույթն անցնում, ինչ է, ինչ մյուսը ենք ինչն է, անում, ես քո հարցը չեմ կարող հասկանամ, նույնիսկ չհասկացամ այդ գործընկերոջ, որ այդ հարցը ես չեմ հասկանում, այդ մարդը ոնց հասկանա, որ ինչ պատասխանի այդ հարցին, ու տես շատ բազում հարցեր, այդտեն շատ հարցեր որ լիներ, վերջում որ գար արդեն իմ եզրափակիչ խոսքը, կասեի ներողություն, ես ինքնաբացարկ եմ հայտնում ու այդ կրուկը տես կպտտվեր 40 պատգամավորի, դա տակից դուրս գային, ու այդ վտանգը ուղիղ ԿՊՆ-ն հասկացավ եւ դրա համար իրենք եկան այն խնդրին, որ այո, իրանք կընտրեն։ Ու մի առավելքան վստահ եմ, որ կընտրեն հանձնաժողովի նախագահներին իրենք։ Բայց նորից եմ կրկնում, նոմար օրինակ այդ նախկին տեխնացուները որ կան, առնվազն երկուսին ում որ ես ճանաչում եմ, անձամբ ճանաչում եմ, իրանք թե մարդկային, թե մասնագիտական որակներով, իրանք շատ լավ, բավականին բարձր շատ լավ կառավարեն։ Հա, ուղղակի ուժի ցուցադրություն էր որոշել Ուժի ինչ ընտրել եւ ցույց տալ, որ մենք բանը, կանք։ Հա, պատկերը քաղաքացու տեսակետից որ նայում ենք, կարծում եմ այդքան էլ լավը չի, որովհետեւ քաղաքացին արդեն ասում է զզվել Հոգնել է, եմ, հոգնել է, ինտրիգներից, քաշքշելուց, չգիտեմ, Իմի օրինակ ասենց ասեմ, իմ բնավորությունից ելնելով, եթե մի բան խոսում են, պատասխանը ես տալիս եմ։ Մի բան խոսում են, դրա պատասխանը ես տալիս եմ։ Բայց լսվում է, դուք այն վերջերում եք նստում, ձեր ձայնը լսվում է։ Չէ, հրապարակային, այդտենց ասում եմ, նստած տեղից էլ եմ ասում, գնում տեղել եմ ասում, բայց հիմի Հելեն Եղոյանը, Էդուարդ Աղաջանյանը, մեկը Սիսակը Գաբրելյան։ Տնտեսագիտությունից, տնտեսությունից բաներ են խոսում իրանք։ Անկեղծ էլի, երևի ես բժշկությանը ավելի մոտ եմ, քան իրանք ասած խոսույթի հետ, էլի։ Հիմի ասում նորից հելնեմ իրանք ասեմ, ժողովուրդն ինչ կմտածի, չասեմ չի լինի, ասեմ չի լինի, բայց երևի թե այնուամենայնիվ կասեմ, էլի Ռուբսի մեջ ան։ Ոնց չբացատրես, էլի, որ իրանք փորձեն հասկանալ, էլի։ Միշտ նախընտրելի է ցույց տալ եւ հակադրվել, որտեղ հակառակը կստացվի ինդիմությունը լուր լսում է։ Չէ, իրենց մոտ անկեղծ եմ ասում, եւ բարոյական սահմանների խնդիր կա։ Տեսեք, ես հատուկ բոլոր ռիսկերը գնահատել եմ։ Իրանք թիրախավորեցին, որ քո կինը աշխատում ազգային ժողովում։ Ուրեմն հետաքրքիր բան պատմում։ Կինս այդ աշխատելու 6 տարիները եղել է դեկրետի մեջ։ 2 երեխա ենք ունեցել մենք։ Երբ որ դեկրետից հետ է գալիս կինս, հատուկ պահել է, էլի, կինս ասես դուրս գամ, էլի դրանց հետ չեմ աշխատում, մեկը եկավ ասաց, որ բանը հետապնդում են ինձ, ասի ոնց հետապնդում են, ասաց, հա, ասի ուրեմն չես ելնելու աշխատանքի, չի կարա տենց բան լինի։ Հղի ժամանակ 6 ամսական հղի էր կինս, կովիդի ժամանակ, երբ որ պարետի որոշումն կար, որ հեռավոր պիտի աշխատեին, դիմումը գրում ասում էր, ես հեռավոր աշխատեմ, պատասխանում են մնալ ձեռնպահ։ Դեկրետի մեջ աշխատանքի դու պիտի գաս, դու պիտի գաս, դու չես կարա չգաս, դու ոնց չգաս, էլի։ Հետո աշխատանքից բան արեցին, կնոջս, հեռացրեցին։ Հետո այդ հանրային ճնշումը նաև շնորհակալություն լրատվականներին, որովհետև երբ որ այդ մասին խոսում են, բոլորը այդ մասին սկսում են հանրային ճնշումը գեներացնել։ Իրանք այս մարդիկ հետ եկան, ասացին, ժողովուրդ ջան, վերջ, հետ է վերականգնվել ինքը։ Երբ որ հետ եկավ, իրանք այդ ժամանակ բան եղավ, ինչ էր անունը, ներս մտնել դուրս գալուց, նույնիսկ ԿՊՊ-ում այնքան ուշադրությամբ էսի ոնց է պայուսակը TSM բան, հասկացան, որ երևի մեր երես իրանց երեսից պինդ է, ասացին լավ, չանցնող է, չի անցնում, բան չի անում, էլի։ Ու այս իրանց իրական պատկերն է, էլի։ Այս լինի իրենց մանր, այսպես ասած, վրեժխնդրությունները ընդդիմությունից, այսպես ամփոփելով մեր զրույցը պարոն Մանուկյան, ես իսկապես ուզում եմ, որ մեր ընդդիմությունը, ինչպես Ռուբինյանը ասաց, սփխեչի ուլի նման, sense չգնա այդ զողողության ու այսպես անդադ հարվածների տակ ընկնողը ինքը չլինի։ Ընդդիմություն պիտի շատ ուժեղ լինի, շատ ուժեղ հակահարվածներ տա եւ հաթաթ մատնանշի այս իշխանության սխալները, ժողովուրդը դարձի գա, այսպես ասած, բոլոր նրանք, ովքեր այդ 740-730 հազարն էլ, որոնք ընտրել են ԿՊ-ին, որովհետեւ դրանից միայն մեր պետությունը կարող է շահել, համաձայն եք դրա հետ, թե չէ։ Տեսեք, նախ չի ցանկանա, որ Ռուբեն Ռուբինյանի ոչ կոռեկտ ձևակերպումը ստեղել մենք հնչեցնենք, որովհետեւ անընդունելի է նմանատիպ ավելի վատ
ձևակերպումներ կամ ավելի վատ անեկդոտներ իրանց մասին այնօր ասեցի կա կարող են պատմել իրանք հասկացան Դե շատ են նրանք, այո։ իրանց մասին պատմել, բայց միանշանակ դուք ճիշտ եք, որովհետև նախընդդիմության առաջի օրակարգը իշխանության հեռացնելն է, երկրորդ այս իշխանությանը մերկացնել իրական դեմքը ցույց տալը, որ իրենք եկել են տենց գառնուկի դեմքով, որ մենք անմեղ գառ ենք, բայց այդ գայլ են, Գառան դեմքով գայլեր են։ գայլերն են իրանք ու շատ վատ գայլերը, որտեվ իրանք սոված գայլեր են, եկել են որ գոնե կուշտ լինեին, մի քիչ կարող է ասած անհասկանալի, կարող են օրինակի համար շատ ավելի շատ վնաս տան, իրանք ինչքան կարիքը չունեն, ինչքան այդքան դրա ծառավն են զգում իրանք իրականում։ Այս պարագայում իհարկե ունի անելիք, այստեղ ին գնահատմամբ տարանջատ ենք առաջին անվտանգային խնդիրները, որը որ ընդդիմությունը պիտի հետևողական լինի, ազգային արժեհամակարգը եկեղեցու դեմ կռիվը, որը որ մենք պիտի սատար լինենք, կանգնենք մեր եկեղեցու, մեր կաթողիկոսի կողքին լինենք մենք ամեն հարցում, որովհետև իմ համար, մեր ազգի համար մեկ բրենդը դա այն է, որ մենք քրիստոնեությունն առաջինն ենք ընդունել։ Այն է, որ մենք այդ մեր քրիստոնյա լինելու հետ կապված ամբողջ մեր պատմության մեջ հալածվել ենք ու մնացել ենք եւ մենք պիտի կարողանանք պահել, պահպանել այդ ամբողջը։ Մյուսը որ կա, դա սոցիալ-տնտեսական խնդիրներն է հաջորդի իմ համար գալիս, որ այստեղ նաեւ կարևորագույն գործառույթ կա, որ ցույց տաս, որ այս իշխանությունը այն ինչը խոսք է տալիս չի անում։ Խոսք է տվեք 21 թվականին աղքատությունը կրկնակի պիտի կրճատվի, աղքատությունը չի կրճատվի։ Այսինքն մի տոկոսի տարբերություն է տվել, այն հաշվարկի մեթոդ են փոխել, եթե նույն մեթոդով հաշվարկը կատարեն, իմ կարծիքով աղքատությունը 24-ից 25% կլիներ Հայաստանի Հանրապետությունում։ Դու պիտի ցույց տաս իրենց ապաշնոր կառավարումը։ Այսինքն Նիկոլ Փաշինյանն ինչ էր անում, տարիների վեր սղոցում էր կոռուպցիան, թալանել են ժողովուրդ, որ դու գալիս ես տուն սառնանը բացում ես, ոչինչ չկա, դրա մեղավորը ոչ թե դու ես, այլ պետական չինովնիկն է։ Հիմա ասում է, որ բացում ես սառնանում չկա, դրա մեղավորը դու ես։ Այսինքն պետական չինովնիկը չի, դու ես եւ դու դրա համար պիտի տենց վատ ապրես, մյուս։ Եվ այդ նույն տրամաբանությունը կամ առարկայական փաստարկված պիտի ներկայացնես։ Ու կարևորագույն խնդիրը հետեւյալն է, տեսնես իշխանությունը ինչ արձագանք է տալիս դրան։ Այսինքն եթե ինքը զրո արձագանք, ուրեմն ակնհայտ է, որ դա հովանավորչություն է եւ կոռուպցիոն բուրգ է, ինչպես իրենք ասում են։ Ու ամենակարևորը երկակի ստանդարտները անընդունելի են։ Շնորհակալ եմ այսօրվա զրույցի համար, պարոն Մանուկյան, հետաքրքիր է նաև բացահայտումները։ Մենք եկող շաբաթ ուշիուշով կհետևենք կառավարության ծրագրի քննարկմանը, կքրքրենք այդ ծրագիրը, ինչպես ասում է, եւ հաջորդ շաբաթ արդեն հաջորդ հյուրի հետ կքննարկենք նաև կառավարության ծրագիրը։ Շնորհակալ եմ, որ մեզ հյուր եկաք։ Այսօր այսքանը, սիրելի հետևորդներ, ես խնդրում եմ, որ դուք բաժանորդագրվեք մեր ալիքին եւ Patreon-ին, կհանդիպենք մյուս շաբաթ։ Ցտեսություն։